Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է։ Այսօր մեր տաղավարում է ընտանիքի հոգեբան, ես եւ մենք խորհրդատվական կենտրոնի հիմնադիր Անի Բարսեղյանը եւ մենք միասին խոսելու ենք չափազանց կարեւոր թեմայի մասին՝ ամուսնական դավաճանություն։ Բարի երեկո Անի, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ։ Սովորաբար ամուսնական դավաճանություն ասելով կանայք եւ տղամարդիկ լրիվ այլ բան են անցալում։ Այնինչ դավաճանություն է կանանց համար, տղամարդկանց պարագայում կարող է զվարճանքի եւ հաճույքի տարբերակ դրսեւորվել։ Եկեք խոսենք, թե հոգեբանության տեսակետից որն է կոչվում ամուսնական դավաճանություն։ Եթե փորձեմ խոսել դավաճանության մասին առհասարակ, չեմ փորձի առանձնացնել ամուսնական թե առհասարակ դավաճանություն, որովհետև խնդիրը հարցը նույնն է, երբ որ անձերի միջև պայմանավորվածությունը խախտվում է։ Եթե երկու անձ որոշել է, որ մեզ մոտ այսպես պետք է լինի եւ կողմերից մեկ այդ պայմանավորվածությունը չի պահում, մյուսը կարող է իրեն զգալ դավաճանված։ Բայց եթե չեմ պայմանավորվել եւ խախտում է տեղի ունեցել, ոչ մեկ չի կարող բողոքել, որտեվ փաստացի չեք պայմանավորվել։ Հետաքրքիր մեկնաբանություններ իհարկե, այդ դեպքում եկեք ավելի մանրամասնենք, որովհետև հայ հասարակության համար թեման բավականին ցավոտ է եւ դավաճանելիս չեն քննարկում, թե որ կետն են խախտել եւ ինչը չեն պահպանել։ Եկեք այդ մասին խոսենք։ Ինչպես նշեցիք Հայաստանում ընդունված չէ նախամուսնական այդ հանգրվանի վրա աշխատանք տանելը, բայց այս հարցը հենց այդ փուլում բաց թողման հետևանք է լինում։ Երբ որ զույգերը շատ այսպես էյֆորիկ, հուզական մեծ ֆոնով մտնում են հարաբերությունների մեջ, պլանավորում են ամուսնություն, երկարատևական հարաբերություններ եւ այլն եւ չեն պլանավորում ինչպես ինչ կետեր կա, որի շուրջ արժի որ մենք խոսենք, մտածենք, պայմանավորվենք եւ դավաճանության փաստը հենց այս փուլի բաց թողում է լինում։ Ինչ եմ ես առաջարկում եմ, որ ցանկացած անձ գիտակցի, որ իր դիմացինը գալիս է ինչ-որ ընտանիքից, բերելով իր հետ որոշակի ժառանգություն, բերելով իր հետ որոշակի նորմեր, եւ երբ որ դու հանդիպում ես այդ անձին, ստացվում է, որ դու ֆիլմը դիտում ես կեսից։ Բայց այդ ֆիլմը ունեցել է նախաբան, որտեղ ինչ-որ բաներ են այդ երեխայի կյանքում տեղի ունեցել, ինքը ինչ-որ մոդելներ է տեսել, վարքի ձևեր է տեսել, եւ դա բերում է նոր հարաբերություններ։ Ես ունեցել եմ դեպք, որ աղջիկը եկավ, այսպես լացում էր, որ մենք արդեն պլանավորում էինք ամուսնություն, բայց դավաճանեց, ինչպես կարող էր ինձ այսպես ցավ պատճառել եւ այլն, ու իր զայրույթի ինչում էր ասում էր, որ իսկ ինքը ինձ ասում է, որ բայց ինչի ես ջղայնանում, ենք երբևէ չենք խոսել, որ դա չի կարելի, իմ ընտանիքում դա նորմալ է եղել։ Եվ ես այսպես մտածելով ասեցի, գիտես, ցավալի է, բայց նա ճիշտ է։ Ինչ, այսինքն ամփոփելով կարող ենք եզրակացնել։ Մեզանից ամեն մեկը ունի նորմերի իր պարունակությունը, պատկերացումը, մենք պետք է խոսենք դրա մասին նախամուսնական փուլում։ Խոսենք, ինչպես եմ ես պատկերացնում մեր հարաբերությունները, որն է այն սահմանը, որից այն կողմ մենք կարող ենք խոսել դավաճանության փաստի մասին։ Եվ այս պարագայում կարևոր է, թե յուրաքանչյուրը ինչ է պատկերացնում, ինչպիսի պատկերացումներ ունի, որովհետև ըստ դրա էլ կամ համարում է դավաճանություն կամ ոչ։ Ճիշտ է, որովհետև մեկի համար օրինակ կարող է դավաճանություն համարվել, եթե իր զուգընկերը էլեկտրոնային ինչ-որ նամակագրության միջոցով ինչ-որ մեկի հետ գրվում է, դա կարող է համարվել դավաճանություն, կախված իր ընկալման տիրույթից էլ։ Այո, եւ այսօր եթե խոսենք դավաճանության տեսակներից, մեր օրերում 21-րդ դար շատ բաներ փոխվել է։ Եթե մենք մի ժամանակ կարող էինք ասել դավաճանությունը դա միայն սեռական ակտն է մեկ այլ անձի հետ, այսօր շատ այցելուներ նշում են, որ իրենք շատ ավելի խորը ցավ են ապրել, երբ որ նկատել են, որ իրենց զուգընկերը էմոցիոնալ կապի մեջ է մեկ այլ անձի հետ։ Հուզական կախվածություն, ձգողականություն, ունի ինչ-որ խնդիր, շտապում է կիսելու, շտապում է քննարկելու մեկ այլ անձի հետ։ Դավաճանություն է արդյոք, երբ որ ես ֆլիրտ եմ անում մեկ այլ անձի հետ կամ առավոտյան շտապում եմ լոգարան պոռնոգրաֆիկ նյութեր նայելու։ Դավաճանություն է արդյոք։ Դավաճանություն է, երբ որ ես չաթ եմ անում մեկ այլ անձի հետ։ Պարզ զրույց։ Այսինքն, թե ինչն է ինձ համար դավաճանություն, պետք է խոսել, պետք է պայմանավորվել։ Լինում է, որ ինչ-որ մեկի համար այո, մեկ այլ անձի հետ այդ նամակագրությունը շատ ցավալի մի բան է, իսկ իր զուգընկերը ասում է, որ բայց ինչ կա դրա մեջ, ինչ եմ արել։ Հետևաբար խոսել, պայմանավորվել, որ հետո հասկանանք ինչու մենք մեղադրում մեր ընկերոջը, զուգընկերոջը։ Եվ հստակեցնել սահմանները, երբ են արդեն անցնում թույլատրելի սահմանը։
Անի, եկեք խոսենք, թե ինչն է մղում անձին դավաճանության։ Սա շատ թերապևտիկ եւ խորը մի բան է, որովհետեւ երբեմն ես որպես թերապևտ կանգնած եմ լինում այդ երկու ճշմարտությունների արանքում, երկու ցավի արանքում, հա։ Մի կողմից դավաճանված անձն է, որը երբեմն հեչ միտում չի ունեցել փլուզելու այս հարաբերությունը։ Երբեմն դավաճանող անձը, օրինակ, փնտրում է մեկ այլ անձի կամ կարող ենք համարել, որ նա փնտրում է մեկ այլ անձի, բայց իրականում ինքը փնտրում է ինքն իրեն։ Փնտրում է իր կորցրած եսը, որը կորցրել է այս հարաբերության մեջ, այս ամուսնական, տևական, ինչ որ առումով մոնոտոն հարաբերությունների մեջ։ Եվ փնտրելով այնտեղ ինչ որ բան, իրականում թերապևտիկ դաշտում պարզվում է, որ ինքը հենց այդ իր կորցրած եսն է փնտրում։ Իսկ մյուս կողմից դավաճանված անձն է, որը կարծես անverջ ներդրում է արել այս մենքի մեջ եւ այս համակարգը փաստորեն քանդվելով ինքը մնում է մերկ վիճակում։ Փորձում է ներել, փորձում է գտնել երբեմն վստահությունը, բայց ամեն վարքյան սպասում է նոր հարվածի։ Եվ գտնել պատճառները հաճախ երբ որ մենք օգնում ենք, փորձում ենք ուղեկցել, հա, մարդուն գտնելու, հասկանալու, ապրումակցելու զույգին ով դավաճանել է, անձը երբեմն չի գտնում այդ ռեսուրսը հասկանալու, այսինքն այդ թերապևտիկ դերը վերցնելու, արի հասկանամ, թե ինչու է ամուսինից ինձ դավաճանել։ Նրան երբեմն պետք չէ հասկանալ, բայց հաղթում են այն զույգերը, որոնք փորձում են ոչ թե դատել, այլ իսկապես հասկանալ, որովհետև դավաճանությունը դա նախ լինում է ավելի խորը ասպեկտներում, հետո նոր արդեն տեսանելի դաշտ է տեղափոխվում։ Այսինքն ամփոփելով, դավաճանել անձը կարող է իր եսը փնտրելու պատճառով, երբեմն անձը դավաճանում է, որովհետև ինքը նարցիսական անձնային գծեր ունի եւ կարծում է, որ ինքը ավելի լավին է արժանի։ Ինչու ոչ, հա, այստեղ ինձ լավ չի, այստեղ ինձ դիսկոմֆորտ է, այստեղ ես անսեր եմ, անեմոցիա եմ եւ ես գնում եմ ավելի լավ բան փնտրելու։ Երբեմն անձը կարող է դավաճանել, որտեղ էմպաթիկ չէ դիմացինի ցավի նկատմամբ, չի ապրումակցում, անգամ չի զգում դիմացինի հոգում ինչ է կատարվում, տառապանքը չի տեսնում։ Եվ կարևորում է իր հաճույքը։ Իր հաճույքը, երբեմն անձը կարող է դավաճանել, որտեղ պատասխանատվության զգացումը իր մոտ շատ տուժած է, հետևանքի մասին չի մտածում կամ քիչ է մտածում։ Երբեմն անձը կարող է ուղղակի դավաճանել, որտեղ սիրում է նոր բացահայտումներ։ Ինքը տեսակով էքստրավերտ է, անդադ փնտրում է նորը եւ այդ նորի փնտրտուքի մեջ բնականաբար կա ռիսկ սերային դաշտում փնտրել նորը նաեւ։ Այսինքն մենք անverջ կարող ենք խոսել պատճառներից, բայց երբ որ անձը գալիս է, թերապևտի գործն է հասկանալ ճիշտ այս անձը ինչու է դավաճանել, որտեվ իր խոսքից օգտագործած բառերից մենք կարող ենք հասկանալ։ Անձ կա ինքը ուղղակի ասում է ոնց անեմ, որ այս ամեն ինչ անցնի գնա, էլի ամեն ինչ առաջվան է լինի։ Ինքը չի ուզում հասկանա, ինքը ուզում է վերացնել հարաբերություններում առկա դիսկոմֆորտը։ Չխոսանք այդ մասին, մոռանանք, լավ, ես հիմա հասկացա, վсё, ամեն ինչ հասկացա, էլ մի խոսա։ Ինքը ուզում է մի րոպե շուտ գնա, այո։ Բայց երբեմն անձը գալիս է ու լուր է, որովհետև ինքը հենց տառապում է, ինքը փնտրտուքի մեջ է, ինքը միտում չի ունեցել փլուզելու ինչ-որ բան։ Պարզապես իր փնտրտուքների մեջ, իր օրինակ տղամարդկանց պարագայում տարիքային ճգնաժամերի ընթացքում է շատ լինում, հա։ Իր այդ եսի փնտրտուքների, իր ճգնաժամերի մեջ նմանօրինակ քայլի է գնացել եւ հասուն անձը ասում է այո ես դա արել եմ, ես ընդունում եմ որ ես դա արել եմ եւ ես ուզում եմ հասկանալ նախ ինչպես ապրեմ այս ցավի հետ, ինչպես օգնեմ որ դիմացինս կարողանա հասկանալ, ինչպես օգնեմ իրեն տանել, կրել այս լուծը, ցավը, այսինքն պատասխանատու անձը շատ ավելի ուրիշ դիրքում է, դա անձին աչքով կարելի է տեսնել։ Անի, տղամարդկանց մի խումբ կա, որը ապրելով իր բնականon կյանքով նվիրված լինելով իր ընտանիքին, փորձում է հնարավորինս իհարկե խուսափել ցախ գնալու հնարավորությունից եւ երբեմն նույնիսկ պիտակավորում են իրենց ասելով ղզիկ կամ այլ տեսակի պիտակավորումներ։ Ինչպես անել հավասարակշռությունը պահելու առումով եւ երբեմն նույնիսկ ճնշման են ենթարկում իրենց ընկերների կողմից շատ դեպքերում համարելով որ իսկական տղամարդը պետք է այնուամենայնիվ գոնե կյանքում մեկ անգամ ինչպես հաճախ լսվում է իրենց զրույցներում գոնե մեկ անգամ լևի գնա ցախ գնա։
Այո, դե ես կարծում եմ, որ դավաճանությունը շատ ավելի տարածված բան է, քան չդավաճանելը, սա ցավալի է, բայց փաստ է, եւ եթե անձը եւ բացառություններ են այսպիսի ընտանիքները, հա, որտեղ չկա դավաճանություն, չի լինում ի վերջո միջև վերջ դավաճանություն, բացառություններ են, եւ այն անձը, ով որ իսկապես կարողանում է հաղթահարել այդ սոցիալական սպասելիքները եւ մնալ հավատարիմ իր կնոջը, շատ մեծ արժեքների կրող է իրականում։ Եվ ես կարծում եմ, որ այն անձը, ով իրականում կրում է այդքան խորը, կայուն, հիմնական արժեքներ, ինքը գլուխ կհանի նմանօրինակ մակերեսային զրույցներից։ Եվ ինչպես բերել, հա, եթե օրինակ ես մայր եմ եւ սերունդ եմ դաստիարակում, ինչպես բերել իմ երեխային այն կետին, որ դու քո կայացրած ընտրությունների եւ որոշումների համար կարողանաս գլուխդ բարձր պահել, նորից հիմքը խոսել արժեքներից, ինչն է ինձ համար կարեւոր, զարգացնել անձի մեջ էմպաթիա, որ այս պահին իմ թրուցիկ հաճույքը, օրինակ շատ մեծ ցավ կարող է պատճառել իմ զուգընկերոջը, ես կարող եմ արդյոք ինձանից դուրս գալ եւ մտածել իմ զույգի մասին։ Այսպիսի հարցերի շուրջ մտորումները կօգնի, որ այդ սոցիալական սպասելիքներին հաղթահարեն անձիկ։ Եվ կարծում եմ նաև պատասխանատվության զգացումը, որ ամուսնանալիս դու պատասխանատվություն ես կրում արդեն ընտանիքի համար, ընտրությունդ կատարելուց հետո արդեն պետք է հասկանաս, որ ապրում ես արդեն ոչ միայն քեզ համար, այլ նաև այն ստեղծած ընտանիքի, որի հետ դու ապրում ես, եւ այստեղ արդեն ժամանցը, հաճույքը պետք է դառնան ինքնստինքյան երկրորդային եւ ոչ կարեւոր եւ բոլոր այդ հայացքները վերանայման կարիք են ունենում ինչ ամուսնանալը եւ ամուսնանալուց հետո, այսինքն ամուսնություն ինքնին արդեն լուրջ քայլ է եւ պետք է դրան պատրաստ լինել, որպեսզի հետագայում նման խոսակցությունների տղամարդիկ չբախվեն, թե իսկական տղամարդը պետք է ամեն դեպքում միշտ իր զվարճանքները ապահովի, որովհետեւ հետո դրանք արդեն իրենց հետևանքներն են ունենում։ Այո, եւ այստեղ գիտեք ինչն է ցավալի, ես հիմա նորից իմ փորձին գնացի մասնագիտական, որ երբեմն մենք կարող ենք հանդիպել դավաճանած անձի, ով երկար ու ձիգ տարիներ այդ արժեքները կրող անձն է եղել եւ ներկայում էլ կրում է, հա, բայց օրինակ գնացել է դավաճանության։ Այդպիսի փաստ է արձանագրված արդեն։ Եվ անձը կարող է վկայել, որ այդ լավ զուգընկեր լինելու դերի մեջ ինքը իսկապես արդեն կորսվել է, որտեվ ես սկզբում նշեցի, չէ, որ անձը երբեմն գնում է փնտրելու իր կորցրած եսը, եւ եսը, որը ինքը կորցրել է այդ համակարգի մեջ, եւ երբեմն կարծես անձը փորձում է քանդելով այդ համակարգը գտնել իրեն, այսինքն երբեմն այդ լավ կին, լավ հայր, լավ զուգընկեր, այդ ավանդական մոդելը պահող տղամարդ երբեմն իսկապես տղամարդիկ հոգնում են այդ լավ դերերից, հա, որ ես լավ ամուսին եմ, մի տարի, 10 տարի, 20 տարի եւ մի օր կարծես սկսում են ճեղքել ու քանդել այդ համակարգը։ Եվ երբեմն մոտիվը կարա լինի անգամ պատժելը զուգընկերոջը։ Այսինքն ես այո, ես այս քայլով ուզում եմ ցավ պատճառեմ մեկին, ում պատճառով, ում հետևանքով ես կորցրել եմ իմ եսը։ Տարապում եմ, այո։ Անի, խոսեցինք տղամարդկանց դավաճանության մասին եւ կարծես թե քննարկումների ժամանակ էլ ավելի շատ խոսվում է տղամարդու դավաճանության մասին, բայց չի խոսվում կանանց դավաճանության մասին։ Եվ ես իմ պրակտիկայում եւ վստահ եմ դուք էլ ականատեսեք նման դեպքերի, երբ նաև կանայք են դավաճանում եւ նույնիսկ այսպեսի ասույթ կա, ասում են տղամարդը դավաճանում է մարմնով, կինը հոգով, բայց ամեն դեպքում կարծում եմ դավաճանությունն է։ Եկեք խոսենք նաև կանանց մասին։ Այո, հենց այդպես էլ շատ հետազոտություններ փաստում են, որ տղամարդը սովորաբար ոչ պետք չի ընդհանրացնել, սովորաբար դավաճանում է սեռական մղումներից ելնելով, կանայք իրենց էմոցիոնալ դաշտի պահանջմունքները բավարարելու համար, ինչ էլ որ լինի, մենք պետք է հասկանանք, որ ով որ դիմում է դավաճանության, գնում է դավաճանության, երբեմն ունի շատ հիմնային բազային պահանջմունքներ, որոնք բավարարված չեն, երազանքներ, որոնք լսված չեն, ցավ, որը ոչ մեկ չի նկատում։ Անգամ այսօր մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում թերապևտիկ դաշտում մեր մեջ եղած փոքրիկ երեխային եւ նույն այդ աղջիկը, ով դիմել է դավաճանության, գուցե իսկապես մեկ այլ անձի գրկում փորձում է գտնել այդ ջերմությունը, սերը, որ գուցե անգամ իր հայրական տանը նա չի ստացել։ Եվ երբեմն ես ունեի մի այցելու, որ ասում էր, երբ որ ես հայտնվեցի մի հարաբերության մեջ, որտեղ կար այնպիսի մթնոլորտ, ստեղծված էր այնպիսի դաշտ, որտեղ ես ինձ զգում էի լսված, գրավիչ, գեղեցիկ, սիրելի, սիրված, ես
անգիտակցաբար անընդհատ ձգում էի դեպի այդ հարաբերությունը, հա, լինեմ մի միջավայրում, որտեղ օգնում են ինձ զգալ գրավիչ։ Այսինքն կանանց պարագայում այդ էմոցիոնալ դաշտը շատ առաջնորդող կարող է լինել, բայց ես կարծում եմ, որ այսօր մեր օրերում երկուսն էլ տարածված է եւ ինչու ասեմ։ Մեր օրերում այդ հեդոնիստական համոզումները շատ տարածված է, որ կյանքը հաճույքի համար է։ Հա, ես ստեղծված եմ եւ ես ուզում եմ վայելեմ կյանքը եւ ես ուզում եմ հաճույք ստանամ իմ հարաբերություններից եւ եթե հարաբերություններում արդեն չկա հաճույք, ինչ եմ ես անում այստեղ։ Եվ ներկայիս մեր օրերի երիտասարդությունը կրելով այս համոզումները հեդոնիստական, ահա որ շատ մենք տեսնում ենք դավաճանության փաստեր, ամուսնալուծություններ, որտեղ անձը չի ցանկանում մնալ դիսկոմֆորտի մեջ, մնալ մի հարաբերության մեջ, որտեղ էլ իրեն լավ չէ։ Բայց մենք գիտենք, որ այն հարաբերությունները, որոնք որ երկարատև, կայուն տարիներով, հա, այդ փորձառությանն են ենթարկվել եւ հաղթել են, այդտեղ հավատարմության հետևում ընկած է եղել հանդուրժելը, համբերելը, հանդուրժել ոչ բացասական իմաստով։ Երբ որ ես կարող եմ մնալ միտեղ, որտեղ ինձ դիսկոմֆորտ չէ, բայց իմ արժեքները այնքան ուժեղ են, որ ես դրա վրա կարող եմ հենվել եւ հարատևել։ Եվ նաև քիչ չեն այն դեպքերը, հաճախ նաև դա լսում եմ այցելուներից, կանանցից, որոնք, ինչպես որ դուք նշեցիք, փորձում են վրեժ լուծել։ Այո։ Ինչ որ ձևով, իմանալով ամուսնու դավաճանության մասին, այո, նման ոչ առողջ տարբերակ ընտրելով, փորձում են իբր պատժել ամուսնուն, հակակշռելով կարծես, չհասկանալով, որ դա միայն կործանման կարող է բերել։ Ամուսնալուծությունների հատկապես վերջին տվյալները բավականին մտահոգիչ են, ավելի շատ են սկսել ամուսնալուծվել, այստեղ ամուսնական դավաճանությունները տեղ ունեն եւ եթե այո, ինչ տեղ ունեն։ Տեղ ունեն, բայց ես կարծում եմ, որ դավաճանությունը դա արդեն իսկ հետևանք է։ Հետևանք հարաբերությունների մեջ զրույցի բացակայության, անգույն սեռական կյանքի, ծանրաբեռնվածության, հոգնածության։ Օրինակ ես ունեմ կանանց իմ դաշտում, հա, թերապևտիկ, որ 12-14 ժամ նրանք կարող են աշխատել։ Ամուսինը բնականաբար գալիս է, ասում է ինքը սառն է, միշտ հոգնած է, միշտ գլուխը ցավում է, եւ հետո երբ որ դու առանձին հանդիպում ես կնոջը, հասկանում ես, որ 12-14 ժամ աշխատող կնոջը մի բան է պետք, լուռ մնացեք, քնեմ։ Այսինքն այս ամբողջի հետևանքով կարող է լինել դավաճանություն, բայց միթե դավաճանությունն էր պատճառը։ Այնտեղ խորքում չէ, որ կային ուրիշ բաներ, որոնց երկար ու ձիգ օրեր ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որ սեռական կյանքը արդեն այնքան անգույն է, որ ոչ մեկի մեջ էմոցիոնալ ոչինչ չի առաջացնում։ Հետևանք է մի խոսքով դավաճանություն, այսինքն ձեր հարցին արդյոք ամուսնալուծությունների մեջ դավաճանությունը տեղ ունի թե ոչ, ունի, բայց մենք պետք է գնանք արմատին։ Մենք ոչ թե պետք է դատողի դերից փորձենք հասկանալ դավաճանել է, ինչու է դավաճանել, այլ աղբյուրը, պատճառը, մոտիվը որն է եղել դավաճանության, եւ մենք հայտնվում ենք լրիվ ուրիշ վայրում։ Եվ իհարկե կա ամենակարևոր հարցերից մեկը, այն հիմնական խորհուրդները որպես հոգեբան, որոնք պետք են ընտանիք ամուր պահելու համար։ Բազմիցս նշում եմ եւ կկրկնվեմ, որ զույգերը պետք է ունենան որակյալ ժամանակ։ Որակյալ ժամանակ, որտեղ իրենք պատրաստ են խոսելու իրենց երազանքների մասին, իրենց դժգոհությունների մասին, զույգեր, որոնք կարող են բարձրաձայնել, որ այսինչ բանը ինձ լավ է, իսկ այսինչ բանը ինձ դուր չի գալիս, որովհետև երբեմն զոհի դերում հայտնված անձը ում դավաճանել են, հաճախ ինքը մտածում է, որ համբերելով խնդրին լուծում կտրվի, բայց այդ համբերության ճանապարհին ինքը վաղուց հեռացել է իր երազանքներից, իր սահմանները չի ճանաչում, չի զգում, ամեն անձ թող ինքը իր հետ կապ հաստատի։ Ես ինչ եմ ուզում, ինչ է ինձ առհասարակ պետք այս կյանքում, անձը մի կողմ, դիմացինը, զուգընկերս մի կողմ, որտեվ երբեմն այնքան են ձուլվում իրենք հարաբերությունների մեջ, այդ մենքի մեջ, որ իր եսը կորցնում է եւ մտածում է ես համբերեմ, դիմանամ, լավ կլինի, կփոխվի, սա կլինի, նա ոչ իմանա տեղի չի ունենում, այսինքն զրուցել, խոսել, երազել, բարձրաձայնել ցանկությունների եւ պահանջմունքների մասին, սովորություն դարձնել լսելու սեփական կարիքները եւ ամենակարևորը ընտանիքը մի դաշտ է, որտեղ հարատև պետք է ներդրում անել։ Հարատև պետք է աշխատել այդ հարաբերությունների վրա, բայց այսօր ոչ մեկ հավես չունի։ Ուզում են այսպես երկնքից հրաշալի ընտանիք ընկնի իրենց գլխին, այդպես չի լինում։ Քանի որ հարաբերությունները
անընդհատ խնամքի կարիք Այո։ ունեն։ Այո։ Անի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ թեման եմ։ իրոք անսպառ է։ Հուսով եմ, որ մեր այսօրվա քննարկումը իհարկե կտա իր անհրաժեշտ կարևոր խորհուրդները մեզ հետևողներին։ Հուսով եմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այս կարևոր թեմայով այսքանը։ Եղեք առողջ։